Փետրվարը սիրո եւ ջերմության ամիսն է, հատկապես երբ Վալենտինն ու Տրնդեսը հանդիպում են նույն շաբաթվա ընթացքում։ Մենք ընտրել ենք սիրո մասին 10 ռոմանտիկ ֆիլմ ամբողջ աշխարհից, որոնք կդարձնեն ձեր տոնական երեկոն անմոռանալի։ Սկսենք ամենահուզիչից՝ հիշողության օրագիրը։ Սա պատմություն է մի սիրո մասին, որին չկարողացան հաղթել ոչ պատերազմը, ոչ սոցիալական անդունդը եւ ոչ էլ ժամանակը։ Տարեց տղամարդն ամեն օր կարդում է իր օրագիրը հիշողությունը կորցրած կնոջ համար, հույս ունենալով, որ սիրո ուժը թեկուզ 1 վայրկյանով նրանց կվերադարձնի անցյալի երջանկությունը։ Ֆիլմ, որը սովորեցնում է երբեք չհանձնվել։ Իսկ եթե փնտրում եք ավելի իմաստուն պատմություն, դիտեք ժամանակի մասին ֆիլմը։ Պատկերացրեք, դուք կարող եք վերադառնալ անցյալ եւ ուղղել ձեր բոլոր սխալները։ Գլխավոր հերոսն օգտագործում է այս շնորհը իր երազանքների աղջկան նվաճելու համար, բայց շուտով հասկանում է, որ իսկական երջանկությունը ոչ թե ժամանակը փոխելու, այլ սիրելու մարդու հետ ամեն մի սովորական օրը վայելելու մեջ է։ La La Land ֆիլմ երաժշտության եւ երազանքների սիրահարների համար։ Երազողների քաղաք Լոս Անջելեսում հանդիպում են սկսնակ դերասանուհին եւ ջազային երաժիշտը։ Նրանց սերը գունեղ է, երաժշտական ու ոգեշնչող, բայց արդյոք պատրաստ են նրանք զոհաբերել այդ զգացմունքը հանուն մեծ կարիերայի եւ փառքի։ Իսկ ինտուիցիա ֆիլմը սպասում է ձեզ, եթե հավատում եք նշաններին։ Երբ երկու անծանոթներ հանդիպում են ձմեռային Նյու Յորքի իրարանցման մեջ, նրանց միջև միանգամից կայծ է առաջանում։ Հեռախոսահամարներով կիսվելու փոխարեն նրանք որոշում են թողնել ամեն ինչ ճակատագրին։ Եթե իրար համար են ստեղծված, ապա կյանքը նրանց նորից կհանդիպեցնի։ Իսկական էմոցիաների պայթյունի համար ընտրել ենք «Աստղը ծնվեց» դրաման։ Փառքի գագաթնակետին գտնվող երաժիշտը հանդիպում է տաղանդավոր, բայց անհայտ երգչուհուն։ Նա դառնում է աղջկա ոգեշնչման աղբյուրն ու ուղեկիցը դեպի մեծ բեմ, սակայն որքան բարձրանում է աղջկա աստղը, այնքան ավելի է խամրում նրանց համատեղ երջանկությունը։ Տրնդեսի կրակոտ շունչը կգտնեք ռուսական նավիշապե ֆենտեզիում։ Հինավուրց լեգենդը կենթանանում է, երբ հարսանիքի ժամանակ վիշապն առևանգում է իշխանադստերը։ Մեկուսացված կղզում աղջիկը բացահայտում է, որ իրեն գերեվարած հրեշը իրականում տանջված հոգով մարդ է։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է սերը հաղթում խավարին եւ այրում բոլոր վախերը։ Ասիական կինոյի սիրահարներին կգերի կորեական «Իմ կամավոր ընկերուհին» ֆիլմը։ Սովորական մի ուսանող հանդիպում է մի աղջկա, ով իր կյանքը վերածում է իսկական քաոսի։ Նա կամակոր է, խենթ ու անկանխատեսելի, բայց հենց այդ արկածների մեջ էլ ծնվում է ամենաանկեղծ զգացմունքը, որտեղ հումորն ու տխրությունը հիանալի համասարակշռված են։ Դե իսկ մեր ամենասիրելի ու հարազատ ֆիլմը Հարսնացուն հյուսիսից։ Երբ հայ տղան սիրահարվում է ռուս աղջկա, սկսվում է մի պատմություն, որտեղ բախվում են ավանդույթները, բայց հաղթում է ջերմությունը։ Տրնդեսյան կրակի պես վառ այս ֆիլմը ցույց է տալիս, որ հայկական հյուրասիրությունն ու բարությունը կարող են հալեցնել ցանկացած ծառայից։ Եթե փնտրում եք նրբություն ու էսթետիկա, ապա «Սիրային տրամադրություն» ֆիլմը ձեր համար է։ 60-ականների Հոնկոնգ։ Երկու հարևաններ հայտնաբերում են, որ իրենց ամուսինները դավաճանում են իրենց։ Նրանք սկսում են հանդիպել, որպեսզի հասկանան, թե ինչպես է դա սկսվել, բայց չնկատելով սիրահարվում են իրար։ Ֆիլմ թաքնված զգացմունքների եւ գեղեցիկ հայացքի մասին։ Եվ վերջապես ֆրանսիական հմայքով ուղղված Ամելի ֆիլմը։ Ամելին ապրում է իր երազանքների աշխարհում, բայց մի օր որոշում է երջանկացնել ուրիշներին։ Այդ ընթացքում նա գտնում է իր պես մի տարօրինակ ու մենակ հոգու։ Ֆիլմը սովորեցնում է տեսնել գեղեցիկը մանուկների մեջ եւ չվախենալ սեփական զգացմունքներից։ Պահպանեք այս ցանկը եւ նշեք մեկնաբանություններում այն մարդուն, ում հետ կցանկանայիք դիտել այս ֆիլմերից մեկը։ Շնորհավոր սիրահարների տոնը։ Հետևեք մեր ալիքին եւ կգտնեք բազմաթիվ ֆիլմերի ընդրանիներ։